Եթե հիմա կանք չառնենք, 10 տարի հետո հողը մեզ չի կերակրի։ Եթե վերջին ծառը կտրվի, կհասկանանք, որ փողը ուտել չի լինի։ Եթե ծառերը խոսեին, երևի մեզ արդեն բլոկ արած կլինեին։ Մի անտեսիր։ Մեր նպատակը պարզապես խնդիրը ցույց տալը չէ։ Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու է ստեղծվել այս իրավիճակը եւ ինչ կարող ենք փոխել մենք որպես հասարակություն։ Մեր խնդիրը միայն աղբը չէ, խնդիրը վերաբերմունքն է։ Սովորենք վերցնել բնությունից, բայց մոռացել ենք վերադարձնել։ Մեր հարցումները ցույց տվեցին, որ մարդիկ գիտեն խնդրի մասին, բայց պատասխանատվություն չեն զգում։ Պարզ դարձավ, որ տեղեկացվածություն կա, բայց գործողություն ոչ։ Բնությունը մեր տունն է, ինչպես ամեն տուն, այն պահանջում է հոգատարություն։ Ընտրությունը մերն է։ Անտեսել, թե գործել։ Բնություն չի խոսում։ Եկեք լսենք։ Եթե ունենաք ընտրություն, մեկ նոր հեռախոս, թե շատ մաքուր քաղաք։ Շատ մաքուր քաղաք։ Այսինքն պատրաստեք ձեր հեռախոսները օրինակ ինչ-որ մեկին հանձնեք, բայց ունենաք շատ մաքուր քաղաք։ Ավելի լավ է շատ ծառեր, թե շատ գործարաններ։ Ինչ եք կարծում։ Եթե ծառերը կարողանային բողոքել մարդկանց, ինչի մասին կբողոքեին ավելի շատ։ Շվարնից։ Դու ասա։ Որ ես կծում եմ և օգտագործում չի պատրաստել համար։ Որ ասեի, որ կտրում եք այրելու նպատակով։ Որքանով են բնակիչները տեղեկացված հողի պահպանության մասին։ Ներկա ժամանակներում բավականին արդեն տեղեկացված եմ, որովհետև արդեն իսկ շատ համացանցերով են խոսում, ինտերնետ կայքերով ամենտեղ խոսում են եւ մարդիկ ավելի շատ են տեղեկացված լինում։ Նախկինում եթե նայեինք, շատ քիչերն էին տեղեկացված լինում, բայց հիմա արդեն տարբեր սոցկայքերով էր տեղեկացվում են, խոսում են, շատ մասնագետներ խոսում են հենց այդ հարցերի շուրջ եւ ավելի շատ տեղեկացված են լինում մարդիկ։ Ձեր կարծիքով ո՞րն է այն այսպես կոչված լուր սխալը, որ մարդիկ անում են ամեն օր, բայց չեն հասկանում, որ վնասում են հողին կամ բույսերին։ Այն լուր սխալը հենց նա է, որ չեն օգտագործում հողը։ Լուր քայլում են վրայով, անցնում են, դառնում են, բայց շատ-շատերս էլ կարող են գնանք հենց անտառներ, գնանք մեր այգիները, քայլենք, նայենք, պտղից օգտագործենք, ուտենք, ինձ կանտառում գնանք ման գանք, հիանան գան, բայց երբեք մի լավ բան չանենք դրա համար, մի ծառ անգամ չտնկենք, որքան շատ տնկենք ծառեր, որքան շատ կանաչացնենք, հողը այնքան շնորհակալ կլինի մեզանից։ Ձեր փորձից մարդիկ ավելի շատ բնությանը վնասում են գիտակցաբար, թե անգիտակցաբար։ Այս հարցի շուրջ գիտեք ոնց կասեմ, որ 50-50 են։ Շատերը մտածված են անում, շատերը անգիտակցաբար, շատերը հենց պարտանյութեր եւ թունաքիմիկատները օգտագործելով են վնասում հողին, շատերը չսիրելով են օգտագործում, շատերը գիտեն, որ դա վնաս է, բայց իրենց գործի համար օգուտ է եւ այդպես վնասում են հողին, չսիրելով հողը։ Հաջորդ հարցը, եթե հողը կարողանար խոսել, ձեր կարծիքով ինչ հիմնական բողոք կունենար մարդկանցից։ Հիմնական բողոքը նա կլիներ, որ մի աղտոտեք, մաքուր պահեք, մշակեք, հողը սիրում է իրեն մշակել, եթե հողը չմշակվեց, հողը դեգրադացվում է, պետք է մշակել, մշակաբույսեր օգտագործել, անտառ տնկարկներ անել, որպեսզի էկոլոգիան էլ ավելի լավը դարձնենք, հողը ինքը շատ ուզի, որ իրեն մշակեն եւ սիրեն։ Ձեր կարծիքով մենք հիմա բնությունը օգտագործում ենք, թե շահագործում։ Բնությունը օգտագործում ենք շահագործելով, շատ ենք շահագործում ու օգտագործում, շատ ջերմատնային տնտեսություններ են բնության հետ կապված, օգտագործում բացում նորարարական բաներով ու մեր օգտին, մեր համար։ Մեկ երկրի բնապահպանական քաղաքականություն որոշողը առաջին 3 քայլը որը կլիներ։ Շատացնել անտառ տնկարկները, շատացնել ծառերը, բնությունը, ագրոէկոլոգիան էլ ավելի լավը դարձնել։ Մեծ սաղարթախիտ ծառերով, որոնք համահունչ են եւ լավ ապրում են մեր բնակլիմական պայմաններում։ Եթե հողը լիներ մարդու նման օրգանիզմ, հիմա որ հիվանդությամբ կբուժագրեիք նրա վիճակը։ Հաղթկերը։
Այն որ մի բառը, որ հենց եւ մարդկության եւ բնության մեջ է շատ տարածված։ Բնությունը շատ բան հենց ինքն է մեզ վերադարձնում թե ծառերի միջոցով, թե հողի միջոցով։ Բնությունը դերներում է մարդկայից, թե արդեն ուժը որոշ հարցերում։ Բնությունը միշտ ներողամիտ է, ինչը չի ասի մարդկության մասին։ Ձեր կարծիքով դպրոցներում սովորեցվող գիտելիքները բավարար են բնապահպանական գիտակցության համար։ Յուրաքանչյուր ուսումնական հաստատությունում սովորեցվող նյութերը եւ տեքստերը բավական են, ուղղակի պետք է մեկ սովորենք, մենք գողանանք, մենք ավելի շատ հարցերով ընկալենք եւ վերցնենք։ Յուրաքանչյուր տված մասնագետի խոսքը շատ լավ է ու բավարար։